Հնարավորություն ու գերազանց կրթության հասանելիություն բոլոր երեխաներին։ Դասավանդիր Հայաստան կրթական հիմնադրամի այս կարգախոսը 2015 թվականից Հայաստանի բոլոր հեռավոր ու սահմանամերձ մարզերում կրթությունը հասանելի է դարձնում։ Այժմ հիմնադրամը կոչվում է Դասավանդիր հանուն Հայաստանի։ Անվան փոփոխությունը նպատակները չի փոխել՝ հասանելի կրթություն ու գիտելիք, բայց ծրագրերը միայնակ հնարավոր չէ իրականացնել։ Արարատ բանկն էլ նույն արժեհամակարգի կրողն է, ուստի երկու կազմակերպությունների համագործակցությունը առավել արդյունավետ է ու տարիների պատմություն ունի։ Արարատ բանկի ու Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամի եռամյա համագործակցությունն ամրապնդվում է ստորագրված նոր հուշագրով, բայց հուշագիրը ընդամենը փաստաթուղթ է։ Փաստաթղթից բացի կա միտք, կա հոգի եւ կա նպատակ, որը մեծ պատվով մեր հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են։ Կարևոր են նաև ուսուցման, դասավանդման հնարավորությունները, արձանագրում է Մհեր Անանյանը, ընդգծում Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամում բոլորը ազգային արժեքներ կրող մարդիկ են։ Եթե այդ արժեքները կրող մարդիկ միավորվում են, ինքնության պահպանման ամենակարևոր ու ճիշտ օղակներից են դառնում։ Հիմնադրամը կոչվում է Դասավանդիր հանուն Հայաստանի։ Բոլոր բառերը դրանք մեր սրտով են, մեր մտքով են, ազգանպաստ են եւ Հայաստանի Հանրապետություն, ինպաստ եւ դասավանդիր դրանք բոլորը այն իրական մտքերն են, որոնք որ շատ հարազատ են նաեւ Արարատ բանկի համար։ Եվ մեր բոլոր սոցիալական ծրագրերը մենք հիմնականում հենց այս ուղղությամբ ենք իրականացնում։ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Այս կետում համագործակցությունը 3 մարզում է։ Համագործակցության շրջանակում Արարատ բանկը ֆինանսավորում է 5 ուսուցիչ առաջնորդների, որոնք դասավանդում են այս մարզերի 5 համայնքում։ Այս համագործակցությունը ձևավորվել է Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամի ազգակերտների ծրագրի շրջանակում։ Սա հնարավորություն է տալիս անհատներին ու կազմակերպություններին դառնալ կրթական հավասարության իրական դաշնակիցներ։ Այս կերպ որակյալ կրթությունը հասանելի է դառնում բոլոր մարզերում, փորձն արդեն կա։ Համագործակցության արդյունքում 2022-ին Ձորագյուղի, ապա Փոքր Մասրիկի դպրոցներ են գործուղվել ֆիզիկա առարկայի ուսուցիչ առաջնորդներ, իսկ նոր ավելի ընդլայնված համագործակցության շրջանակում մաթեմատիկա եւ ինֆորմատիկա դասավանդող 5 ուսուցիչ առաջնորդներ գործուղվել են Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր, ապահովելով երեխաների կրթության հավասար իրավունքը։ Շատ կուզեմ ընդգծել Արարատ բանկի ճանապարհը, որ անցել է, որովհետև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը գիտեմ, որ ձեզ համար առաջնահերթությունն է եւ անցած տարի էլ, եթե չեմ սխալվում, ամենամեծ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կազմակերպություն եք ճանաչվել։ Այն ինչ որ մենք անում ենք, վստահաբար ուղղված է այդ հնարավորությունների ստեղծմանը եւ սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանում մենք ունենք ներուժ, Հայաստանում մենք ունենք բավարար գիտելիքներ եւ ռեսուրսներ եւ միասին ճանապարհ անցնելու դեպքում հաստատ հետաքրքիր հաջողություններ կարող են գրանցել։ Հուշագիրը վերահաստատում է բազմամյա համագործակցությունը, երկու կազմակերպությունների հանձնառությունը Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծելու, նոր ներդրումներ անելու եւ դրանք վերահասցեավորելու կարիք ունեցող համայնքներին ու երեխաներին։ Իսկ Արարատ բանկը կրթական ծրագրերի իրականացման բազմամյա փորձ ունի։ Բացի Դասավանդիր հանուն Հայաստանի հիմնադրամից համագործակցել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Լոֆտ երիտասարդական կենտրոնի, Անտրոհուս կրթական հիմնադրամի, Արփա գիտահետազոտական ինստիտուտի, Impact Hub Երևանի, 4090 բարեգործական հիմնադրամի եւ այլ կառույցների հետ։ Կրթական ծրագրերը Արարատ բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում են։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։